Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գալա միջոցառման ժամանակ ներկայացրել է Գյումրիի զարգացման ուղղված իր նախընտրական ծրագրի դրույթները, բայց մինչ դրույթների մանրամասներին անցնելը վարչապետը նախնշել է, թե ինչու բանը հասավ Գյումրիում արտահերթ թիմ ընտրությունների անցկացմանը։ Բալասանյան դաշինքի ավականու անդամները հրաժարականներ ներկայացրին, որի նախապատմությունն առնչվում է Սևբերդ ամրոցի ու հարակից տարածքների սեփականաշնորհման հետ, այսինքն ըստ վարչապետի ապօրինի գույքի վերադարձման ուղղված աշխատանքները շարունակվում են։ Ինչ կապ ունի այս ամեն ինչը Գյումրիի ընտրությունների ծագումնաբանության եւ ընթացքի հետ։ Կապը շատ մեծ է, որովհետեւ նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետեւ ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի Գյումրիի արտահերթ ընտրությունները իշխանությունների ապօրինի գույքի վերադարձման ուղղված աշխատանքներում ունեցած հաջողության վկայությունն են, եւ այս թափանավի ընթացքն ավելի արագացնելու համար անհրաժեշտ է, որ մարտի 30-ին գյումրեցիները իրենց ընտրությունը կատարեն ապօրինի հարստացմանը, կեղծիքներին ու կոռուպցիային ոչ ասելով։ Եվ համակարգը, որը մենք ստեղծել ենք, այնքան խորն է այլևս մտել այդ մարդկանց պապաների տները, որ դուրս չի գալու այդ, մինչև Հայաստանի ժողովրդից գողացված վերջին հատիկը չվերադարձվի։ Գյումրեցուց գողացված, Երևանցուց, Վանաձորցուց, Կապանցուց, Մեղրեցուց եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ, որ այս արձանագրումը շատ հստակ լինի։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք ինչու է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասներ եւ ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում։ Որովհետեւ այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։ Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Արտահերթ ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցում է մեծ թիմով, ավականու թեկնածուների ցուցակում 99 անուն է։ Ցուցակը գլխավորում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է ուսումնասիրել քաղաքի մեծ ու փոքր խնդիրները։ Սա հնարավոր է դարձել թաղամասեր այցելություններով։ Սարիկ Մինասյանը լսել է բնակիչներին, խնդիրները դասակարգել ըստ առաջնահերթության։ Արդյունքում մի շարք թաղամասերում լուծվել են լուսավորության, փողոցները անցանելի դարձնելու խնդիրները։ Ուզում եմ իմ երախտիկի խոսքն ասել ձեզ, պարոն վարչապետ, եւ կառավարությանը այն հսկայածավալ ներդրումների ու ծրագրի համար,
որոնք կառավարությունը իրականացրել է Գյումրիում։ Քաղաքի զարգացումը պահանջում է, որ համայնքային իշխանությունը շարունակի կառավարության որդեգրած քաղաքականությունը, եւ հենց սա եմ ընդունում անձնապես իմ եւ մեր թիմի առաքելություն։ Ծառայել Գյումրեցուն եւ զարգացնել մեր քաղաքը։ Սրանք են լինելու մեր ուղենիշերը Գյումրեցու վստահության քվեով համայնքային իշխանությունը ստանձնելուց հետո։ Այո, ծառայել Գյումրեցուն եւ ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը եւ ոչ թե հարստարել այն, լուծել Գյումրեցու խնդիրները եւ ոչ թե նեղ շրջապատի։ Հենց սա ենք մենք առաջարկում Գյումրեցուն, սա ենք որդեգրում որպես սկզբունք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրել է նաև նախընտրական ծրագիրը, որը քաղաքի զարգացման հեռանկարային ծրագրերն է նախանշում, այդ թվում ներդրումների ներգրավում, համայնքապատկան տարբեր կառույցների աշխատանքի որակի բարձրացում։ Նախընտրական ծրագրերը սովորաբար գեղեցիկ են շարադրված, բայց քաղաքացիական պայմանագրի ավականիների ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանն է նշում, իրենց դեպքում այդ ծրագիրը ամենակարևորը իրատեսական է։ Մեր ծրագիրը զարգացած, առաջադեմ եւ իրատեսական ծրագիր է, որտեղ առաջնահերթ կլուծվեն թափառող շրջանների խնդիրը, կգործի նոր տրանսպորտային համակարգ, անվճար եւ վերանորոգված մանկապարտեզներ, կահավորված սպորտ դպրոցներ, կանաչապատ եւ բարեկարգ խաղահրապարակներ, ասֆալտապատ փողոցներ։ Ստեղծելու ենք ներդրումային անվտանգ միջավայր, ապահովելու ենք համերաշխ հանրային կյանք։ Այս ամենը մենք խոստանում ենք հիմա ու վստահ իրականացնելու ենք։ Սարի պես Գյումրու թիկունքին։ Միայն քաղաքային բյուջեի հաշվին ենթակառուցվածքների նորացման ու այլ խնդիրները լուծել անհնար է։ Այստեղ է, որ կարևորվում է տեղական ինքնակառավարման մարմիններ ու գործադիր իշխանություն կապը։ Քաղաքային իշխանություն, կառավարություն, սերտ համագործակցությունն է այն երաշխիքը, որ Գյումրիի տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերը կյանքի են կոչվելու։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։